Երբեմն մեր ժողովրդի մեջ խոսում են, որ հայերը ընդունեցին քրիստոնեությունը եւ դա եղավ պատճառը ցեղասպանության։ Կուզեմ այս հարցի վերաբերյալ քո մեկնաբանությունը լսել։ Դե անհեթեթություն է իմ համար, որտեվ իրար հետ կապ չունեցող հանգամանքներ են։ Հայ ժողովուրդը նախ քրիստոնյա բազմաթիվ ժողովուրդներ այսօր էլ աշխարհի առաջատար ժողովուրդներն են անվտանգության իրենց ապահովման առումով եւ 20 դար է նույն մակարդակի վրա են եղել նույն եվրոպական երկրները, ասենք 5-րդ դարից սկսած արևմտյան Եվրոպայի երկրները քրիստոնեություն ընդունել եւ մինչեւ այսօր աշխարհի առաջատար երկրներն են ամեն ոլորտի։ Իսկ նույնը կարող եմ ասել նաև հայ ժողովրդի վերաբերյալ, մեր հայերս իրականում 5-րդ դար ենք ունեցել, որը մինչ այսօր համարվում է հայ ժողովրդի ոսկե դարը, որը անմիջապես հետևել է քրիստոնեության ճանաչմանը, այսինքն այն գիտակցությունը, որ հայ ժողովուրդը այսօր ունի, այն արժեքները, որ ունի, ընդունի դա թե չընդունի, կամա թե ակամա, շատերը բնականաբար նեղ ազգային պատկերացումներից ելնելով կարող են դիմադրել ասել սա հրեական կրոն է եւ այլն եւ այլն։ Հրեական կրոն չի իրականում, ինքը տրանսցենդենտալ կրոն է, մշակույթների, որևէ ժողովրդի մշակույթի հետ ուղիղ կապ չունեցող կրոն է եւ հայ ժողովրդի համար էլ 5-րդ դարը հայերենի հայտ գալը, չասեմ լավ ստեղծվել է, գոնե ասեմ հայտ գալը եւ հայկական ոսկե դարը ամբողջությամբ կապված է քրիստոնեական մշակույթի հետ եւ այսօրվա հայ ժողովրդի արժեքային համակարգի արմատը քրիստոնեությունն է, այնպես որ իմ համար անհեթեթ է նման հարցել այսքանը։ Հագն, բայց եթե մենք իհարկե արդեն 21-րդ դարում ենք եւ պատերազմներն ու ցեղասպանությունները մի քիչ իրենց իրագործման ձևերով փոխվել են, հա, ավելի նորագույն այս տեխնոլոգիաները ռազմական թույլ են տալի միանգամից, այսինքն ուղիղ մարդը մարդուն չի կրակում, կարելի ասել տեխնոլոգիաներով են դա կատարվում, բայց ինչպես եթե մարդը ինքնապաշտպանվում է, արդյոք դա կարելի է համարել, որ տվյալ ազգի, հա, եթե մենք ինքնապաշտպանվում ենք եւ թուրքերին սպանում ենք, արդյոք դա քրիստոնեական եւ ընդհանրապես համամարտկային արժեքներին դեմ են, թե ինչպես դա որակենք, հա, երբեմն որակավորում է, որ մի սպանիր, հա, քո թշնամուն, հետաքրքիր է սրա մասին ինչ կասես։ Կասեմ, որ քրիստոնեությունը իմ համար արժեքներ են եւ արժեքների համար մեռնելու պատրաստակամություն, այսինքն եթե հայ ժողովուրդը դարերի ընթացքում հնարավորություն է ունեցել այդ արժեքներից հրաժարվել եւ մենք գիտենք չէ ինչպիսի մեծ զանգվածներով կրոնափոխ եղած կրոնափոխ են եղել բազմաթիվ հայեր արժեքներից հրաժարվելով դա ընտրություն է, դա իրենց ընտրությունն է, այն հայությունը մինչև այսօր ասել եք մինչև 21-րդ դար, եթե այս մահմեդական հարևանության մեջ, մահմեդական ծովի մեջ չի տարալուծվել, դա ընտրություն է եւ այդ ընտրությունը հայ ժողովուրդը միշտ ուղեկցել է պայքարով եւ պատրաստ է եղել անձնազոհության հանուն այդ արժեքների։ Եթե մարդը գտնում է ինչ-որ մի արժեք հանուն, որի կարող է իր սեփական կյանքը անգամ վտանգել, այդ մարդը կարող ենք ասել, որ Աստծուն ավելի մոտ է, քան այն մարդը, ով
ում համար իր կյանքից ավելի թանկ որևէ բան չկա, ինչպես որ օրինակ այսօր Նիկոլ Փաշինյանը պրոպագանդում է հայ ժողովրդին, որ մենք կարող ենք օրինակ մեր հողերը հանձնել, որովհետև մեր հայրենիքը հանձնել, որովհետև մեր կյանքերը ավելի կարևոր են, քան մեր հայրենիքը կամ մեր արժեքները։ Ես կարող եմ ասել, որ Քրիստոսը օրինակ ասում էր ամեն ինչ վաճառեք, թուր առեք ձեզ, եւ հայ ժողովրդին կարող եմ նույն բանը այսօր էլ փոխանցել, ամեն ինչ վաճառեք, թուր առեք ձեզ։ Եվ ձեր արժեքներից մի հրաժարվեք։ Եթե ձեր արժեքներից հրաժարվեք, բարձ չի լինի արդեն հայ ժողովուրդ կլինեք, թե հայ ժողովուրդ չեք լինի, ինչպես Նիկոլ Փաշինյանը առաջարկում է։ Եթե մենք բոլորս թուրք դառնանք, որևէ խնդիր չենք ունենա, կդառնանք մահմեդական, թուրքական ազգանուններ կվերցնենք, իսլամով կապրենք, կամ ձևական, կամ ոչ ձևական, կարևոր չի իմ համար արդեն դա։ Իսկ մեր ընտրությունը, մեր արժեքներն են, մեր Աստվածն է, մեր հայրենիքն է եւ հանուն դրա մենք պատրաստ ենք զոհողությունների, ինչը ցույց ենք տվել երկար պայքարի տարիների ընթացքում եւ ինչը հայ ժողովուրդը ցույց է տվել հազարավոր տարիների իր կյանքի եւ պայքարի ընթացքում։